կան արդյոք Վրդանե Սրբազանի հայտարարությունները եւ ձեր միակմամբ ինչպես ստացվեց, որ Սրբազանը միացավ այդ 10 սրբազանների հետ։ Այո, ինձ համար անակնկալ էր ամենայն անկեղծությամբ, որովհետև ես նաև մասնակիցն եմ եղել տարբեր ֆորմատներով հրապարակի մոտ հանդիպումների, որին նաև մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդը Վրդանես եպիսկոպոսը, եւ ես անձամբ տեսել եմ ակնածանքը նրա կողմից կաթողիկոսի նկատմամբ, որը ցանկացած առիթով արտահայտվում է, եւ բացի դրանից պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հենց Գարեգին երկրորդի որոշմամբ եւ նրա հստակ դիրքորոշմամբ է, որ Արցախի թեմը շարունակել է պահպանվել եւ տրվել է որոշակի լիազորություններ, որոշակի գործունեության ոլորտ եւ դրանով պայմանավորված է, որ Վրդանես եպիսկոպոսը շարունակում է համարվել Արցախի թեմի թեմակալ առաջնորդ։ Նման պայմաններում իրապես կարծում եմ, որ ինչ-որ առիթ լիներ իր կողմից միանալու, հիմա արդեն այդ տարածված տերմինով են ասում տիրադավ սրբազաններին, ամեն դեպքում խորը ցավա մեզ համար, ինձ համար է եւ արցախցիների շատերի համար, որ մենք տեսել ենք, որ այդ շարքում նաեւ Արցախի թեմի առաջնորդը կա։ Ինչի համար է ինքը միացել, ինչի համար է այդ ամեն ինչը կատարվել, չեմ կարող ասել, որտեղ տեղեկատվությամբ չեմ տիրապետում, հանդիպում չեմ ունեցել իր հետ այդ թեմայով, ճիշտ ասած այդ քայլից հետո այս հաշվով հանդիպելու ցանկություն էլ չունեմ։ Կարծում եք պիտի լինի իր պաշտպանանկության հասնու, այսինքն թեմի առաջնորդությունը պետք է դադարեցվի։ Ես հետևյալը կարող եմ արձանագրել, որ մեծ վրդովմունք եւ պատասական վերաբերմունք կա արցախցիների շրջանում իր այդ վարքագծի եւ կոնկրետ արարքի նկատմամբ, երբ որ հարցնում են լրագրողները, թե ինչպես է արտահայտվում այդ բողոքը, նախ արտահայտվում է սոցիալական ցանցերում, վստահ եմ բոլորդ էլ տեսնում եք, եւ երկրորդը ես համարյա ամենը ցանկացած նոր մարդ հանդիպելիս Արցախից առաջին հարցերից մեկը որ տալիս են դա է, որ այս ինչի այդպես արեց, ինքը պիտի շարունակի մնալ եւ այսինքն այս բնույթի հարցեր են տալիս, ինչը իմ մոտ այդ համոզմունքն է ձևավորում, որ այո կա բավականին մեծ դժգոհություն եւ բացասական վերաբերմունք դեպի Ինչպես պետք է արձագանքել սրան, ես կարծում եմ, որ հարցով բավականին ակտիվ եւ խորը պետք է զբաղվի թեմական խորհուրդը, որովհետեւ թեմական խորհրդում մարդիկ են, ովքեր տարբեր արցախյան շրջանակներից են ներգրաված, հասարակ տարբեր այնտեղ կա եւ դասախոսներ եւ նախկին քաղաքական արտաքին քաղաքական ուղղությամբ հիմնական գործունեություն ծավալած մարդիկ, որ տիրապետում են տրամադրություններին արցախցիների շրջանում եւ պետք է այդ մասով ուղիղ եւ իրեն ասեն Վրդանես եպիսկոպոսին եւ ինչու՞ չէ, ես կարծում եմ, որ այս հարցը նաեւ պետք է կաթողիկոսի առաջ բարձրացվի։ Պետք է ասել, որ գիտեք, մենք ունենք թեմակալ առաջնորդ, որի նկատմամբ թեմը հոտը այլևս վստահություն չունի։ Եվ այս իրավիճակը պահպանել չի կարելի, հետեւաբար լուծումը այն պետք է լինի, որ թեմակալ առաջնորդը միգուցե փոխվի։ Առնվազն կարծում եմ, որ թեմական խորհուրդ այս հարցով նամակով կամ հանդիպման տեսքով պետք է վերապարի առաջ այս հարցը բարձրացվի։ Ինչ որոշում կլինի, բացառապես եկեղեցու եւ վերապար որ տիրույթ ունեն։ Մենք տեղ միջամտելու ոչ իրավունք ունենք եւ ոչ էլ ցանկություն ունենք։ Մեր խնդիրը արկա իրավիճակը համապատասխանաբար ներկայացնելն է, որոշումը սպասել արդեն եկեղեցուց, մայրաթորից։ Պարոն Ստեփանյան, օրվա խորհրդի մասին խոսելով, այսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն է եւ Բաքվի բանտերում մենք ունենք գերիներ, Արցախի ռազմաքաղաքական վերնախավն է Բաքվի բանտերում եւ շատ է խոսվում, որ Հայաստանի իշխանությունները համապատասխան գործողություններ չեն անում, անգործության են մատնված, բայց տպավորություն է, որ ոչ միայն Հայաստանի, առհասարակ միջազգային կառույցները անգործության են մատնված, այս առումով կխնդրեմ ձեր դիտարկումը եւ Հայաստանի իշխանությունները եւ միջազգային կառույցները։ Համաձայն եմ ձեր գնահատականի հետ, որ մեր գերիների հարցը պատանների
ավելի ճիշտ կն այդ բառը օգտագործենք, հարցը համապատասխան միջազգային արձագանքի չի արժանանում, բայց ձեր նշած երկու հանգամանքները փոխկապակցված են, որովհետև օրինակ եկեք հայամատական տանենք հրյա կամ Իսրայելի պատանների եւ հայ պատանների միջև մենք տեսնում ենք, որ ցանկացած առիթով, ցանկացած հարթակում, լինի դա հանրային դիվանագիտության, լինի դա պետական պաշտոնական դիվանագիտության շրջանակներում իսրայելական կողմը առաջ է մղում իր պատանների հարցը, ինչը մեր կողմից չկա։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները թեև հայտարարում են, որ տարբեր մակարդակներում խոսում են դրա մասին, բայց ոչ այդ խոսածն ենք տեսնում եւ ոչ էլ այդ խոսած ոչ էլ ասում եմ չէ ամենօրյա աշխատանք եք տանում, ոչ էլ այդ ամենօրյա աշխատանքի արդյունքներն եք տեսնում կամ որոշակի դրական ինչ-որ պտուղներ եք տեսնում։ Հետևաբար սա թույլ է տալիս եզրահանգելու, որ մեծ հաշվով ուրեմն ոչ մի բան չի կատարվում։ Ինչ վերաբերում միջազգային հանրությանը, ես գիտեմ, որ Սփյուռքյան մեր կազմակերպությունների, տարբեր իրապաշտպան կազմակերպությունների միջոցով բարբերաբար փորձ է կատարվում, այդ նաև մեր կողմից, հայաստանյան իրապաշտպանների կողմից հարցը օրակարգում պահել, հարցը քննարկել, բայց իրավունքի դաշտում միայն պայքարել հնարավոր չէ, հարցը բացարձակ քաղաքականացված է եւ հետեւաբար նաեւ քաղաքական process-ի արդյունքում պետք է հասնել մեզ անձած ազատ արձակման։ Ինչ վերաբերում իրավական ուղղությանը, ես վստահ եմ, որ այս կեղծ դատավարությունները ավարտվելուց հետո մեզ համար միջազգային իրավական դատաստաններում աշխատելու նոր հարթակ կստեղծվի, հնարավորություն կստեղծվի, այսինքն արդեն այդ վճիռները եվրոպական դատարանի մակարդակով վիճարկել եւ փորձել հասնել նաեւ նման։ Բայց չէ՞ որ այդ հարթակում արդեն մենք խոսել ենք, որ գործերը հետ վերցնեն եւ այլն, այսինքն եթե պայմանագիրը ստորագրվի, ես խոսում եմ անհատական գանգատներ տանելու մասին, այո ճիշտ է, որ նախաստորագրված է մի պայմանագիր, որի կետերից մեկը սահմանում է գանգատներից, միջպետական գանգատներից հրաժարումը, բայց նաև գնահատական տվել եմ ես սրան, համարել եմ դավաճանություն 150,000 մարդու իրավունքներին, ամեն դեպքում կտեսնենք ինչպիսի զարգացումներ կլինի, բայց իրավապաշտպանները պարտավոր են ապահովագրող միջոցներ ձեռնարկել, այդ թվում նաև անհատական գանգատներ ներկայացնելու միջոցով։ Պարոն Ստեփանյան, նաև հաշվի առնելով, որ ներողություն, ես կուզենայի, քանի որ առիթը ստեղծվեց գերիների թեմայի վերաբերյալ, վերջերս Հայաստանի ազգային ժողովի պատգամավորների մեկը շատ անհատակ ստորություն փաստող հայտարարություն արել, թե ինչպես ով է նրանց ստիպել գնալ Բաքվի բանկ, ես երկու տարբերակ եմ այստեղ տեսնում։ Մի տարբերակը այն է, որ ինքը գիտի ինչ է ասում եւ հենց առանց ամաչելու, ամոթան զգալու այդ հայտարարություն անում է, եւ երկրորդ տարբերակը չգիտի, բայց վերարտադրում է իշխանական թեզերը, բայց ես հակված եմ, որ առաջինին է։ Ամեն դեպքում, եթե առաջինը կամ երկրորդն է կապ չունի, այդ կեցվածքը, այդ խոսույթը, այդ արտահայտությունը որևէ աղերս չունի պատգամավորի մանդատի եւ նրա առաքելության հետ։ Սա պարզապես ամենամեծ խայտարակությունն ու ամոթն է, որ Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր իրեն թույլ է տալիս նման հայտարարություն եւ նման արտահայտություն անել։ Որ վարչապետը ուղղաթիռ է ուղարկել եւ այլ հիմար ցնդաբանություն եւ կպարզաբանեք այն ամենին ուղարկել ու առաջարկել է չի եղել, այսինքն սա խոսում է նրա մասին, որ մարդը ընդհանրապես տեղեկացված չէ տեղում ինչ իրավիճակ եղել։ Պատկերացրեք, ռուսական խաղաղապահներին օրերով խնդրել ենք, որ կարողանան ժամերով խնդրել ենք, որ կարողանան ուրեմն բենզինի պահեստի վիրավորների համար ուղղաթիռ ուղարկել։ Իսկ Տիկինը նստում եւ արտահայտում է, որ մեր վարչապետը առաջարկել է իրականության եւ ճշմարտության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություն ու այդքան։ Լավ, եթե խոսքը ռազմաքաղաքականի մասին է, բայց մյուս 15 անձինք, որոնք երևարված են եւ նրանց ազատ չեն արձակվում։ Հիմա նրանց մասին էլ կարող ասել, նրանց ով էլ խնդրում գնային Բաքվի բան։ Հասկանում եք, չէ՞, փաստերը իրար մոտ դնելով հասկանում եք, որ աբսուրդային ու անամոթ հայտարարություն է արել առանց, չգիտեմ, հասկանալու կամ չհասկանալու, թե իր ասած ինչ հետևանքներ կարող են ունենալ։